այդ գումարները, որոնք մտնում է Ուկրաինան, եվրոպական գումարները, Եվրոպայի բյուրոկրատներն էլ են դրա մեջ մասնակցել։ Այսինքն, եթե դա բացվի, ուր է գնում, բոլորը կսկսեն պատմել, չէ՞, մենք մենակ չենք նստելու։ Եվ նույնա Եվրոպայում կա, չէ, այդ կոവിഡ്ի ժամանակ Pfizer-ի պատվածը, von der Leyen-ի հետ կապված այդտեղ միլիարդների Բուրիսմայի պատմությունը, որտեղ կա Բայդենի որդին եւ իսկ այն հիմնական այդ էներգո ատոմի այդ աշխատող այդ Մինձիչի բանը որ կա, դրանց մեջ մտած են նախկին երկրի ղեկավարը Գերմանիայի, Լեհաստանի, բանի Կվասնևսկու անունը կա, բայց պաշտոնապես, այսինքն այդ ամեն ինչը որ բացվի, ատոմային բոմբ է։ Պատերազմները դա կոռուպցիայի շատ լավ հնարավորություն է ստեղծում բոլորի համար եւ դա ճնշում է Թրամփի կողմից ոչ միայն Ուկրաինայի ղեկավարությանը, Զելենսկին եւ դեռ հազարավոր մարդիկ նաեւ բանակում, որտեղ ամենադաժան ազդեցությունը ուկրաինական հանրության վրա թողել է զենքի կոռուպցիան։ Ոնց պատերազմի ժամանակ դեռ զենքերի խնդիր կա, մարդիկ առանց փոխարինման տարիներով գտնվում են այդ ակումբներում եւ պարզվում է զենքի վրա փող են աշխատում։